Բարի երեկո եւ բարի գալուստ հայկական ժամանակ տաղավարում զրուցելու եմ քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Լուսինե Բադալյանի հետ։ Բարև ձեզ Տիկին Բադալյան։ Բարև ձեզ։ Տիկին Բադալյան, արդեն քանի օր է վարչապետը իր էջում նաեւ ներկայացնում է քաղաքացիական պայմանագրի նախընտրական ծրագիրը, մանրամասնում է նաեւ կետերով եւ ծրագիրը սկսվում է նրանով, որ հորդոր է այն տեր կանգնել խաղաղությանը, ըստ էության ակամայից նաեւ հաստատում եք, որ խաղաղությունը դեռևս լիարժեք չէ կամ գոնե առնվազն վտանգված է։ Խաղաղությունը ըստ էության փխրուն երևույթ է, միշտ ամենուրեք եւ բոլոր առումներով, եւ մի բան է խաղաղություն կնքել եւ մեկ այլ բան է խաղաղությունը պահպանել հնարավորինս երկար ժամանակով, իսկ եթե հնարավոր է այն դարձնել հարատև։ Մենք առաջին քայլը ամենակարևորը արդեն արել ենք խաղաղությունը հաստատելն է եւ խաղաղությունը հաստատված է։ Բայց միևնույն ժամանակ խաղաղությունը կպահպանվի թե չի պահպանվի, կախված է եւ մեզանից երկու կողմերից էլ կախված է եւ մեր պարտքն է հնարավորինս ամեն ինչ անել, որպեսզի խաղաղություն լինի, այն երկար պահպանվի։ Մենք փորձենք այն դարձնել հարատև, որպեսզի երկիրը կարողանա շնչել հանգիստ, որպեսզի երկիրը կարողանա զարգանալ եւ խաղաղության պայմաններում իհարկե շատ ավելի մեծ հեռանկարներ կբացվեն Հայաստանի Հանրապետության առջեւ։ Այն որ խաղաղությունը փխրուն է, դա փաստ է։ Տիկին Բադալյան, նախընտրական շրջանում տարբեր ուժեր են սկսել խոսել խաղաղության, պատերազմի մասին, նախ վարչապետը պատերազմի եռագլուխ կուսակցություն է անվանում Գագիկ Ծառուկյանի, Սամվել Կարապետյանի, Ռոբերտ Քոչարյանի ուժերին, եւ մյուս կողմից Սամվել Կարապետյանի անունից տարածված տեքստում ավելի վաղ խոսվում էր այն մասին, որ եթե ձեր ուժը վերընտրվի, պատերազմ է սանձազերծելու Ռուսաստանի հետ, խոսքը այստեղ տնտեսական պատերազմի մասին էր, այսինքն չի ստացվում, որ նախընտրական խոսույթում միտում կա այնուամենայնիվ բոլոր կողմերից պատերազմով վախեցնել։ Չեմ կարծում, պարզապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեր ընդդիմությունը չունի կառավարության ծրագիր, չունի հստակ օրակարգ, ամեն ինչ շատ լղոզված է իրենց մոտ, թե խոսույթում, թե նպատակներում, որոնց մասին նրանք արտահայտվում են, թե իրենց գործողություններում կա այսպես լղոզվածություն եւ շատ մշուշոտ աղոտ վիճակ, բնականաբար այստեղ միայն մեզ հակադարձելու իմաստով է դա։ Բնական է, չէ՞, եթե մենք ստեղծել ենք խաղաղության օրակարգը, մենք այդ խաղաղության ճարտարապետության հիմնադիրներն են կարելի ասել նախորդ տարիների ընթացքում մեզ հաջողվեց, որպեսզի մենք կարողանանք խաղաղությունը դարձնել օրակարգ եւ կետ առ կետ այն դարձնել իրականություն, եւ այս դեպքում հակազդելու համար նրանք էլի ինչ որ խաղաղության հականիշ, բայց չեն կարող ասել, որ մեր դեպքում պատերազմի հավանականությունը մեծ է, հետեւաբար որպես խաղաղության հականիշ ընտրում են պատերազմը, բայց քանի որ իրական պատերազմը հնարավոր չէ մեր պայմաններում, ապա ուղղորդում են դեպի տնտեսական պատերազմ եւ այո, սա էլ է հասարակությանը ահաբեկելու բան, տարբերակ։ Տեսեք, քիչ առաջ ասում էիք, որ վարչապետը մենք նկատում ենք նաեւ բոլորս, որ արդեն որերորդ օրն է ամեն առավոտ վաղ առավոտյան ներկայացնում է կառավարության ծրագիրը եւ կարծում եմ սա եւս մեկ այլ մշակույթի այսպես հիմք է դնում Հայաստանի Հանրապետության վարչապետը, որ Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիները ծանոթ լինեն կառավարության ծրագրին։ Մենք տարիներ շարունակ իհարկե բազմաթիվ ընտրություններ են եղել մեր կյանքում, բայց որոշ լրատվականներ, որոշ քաղաքական կամ հանրային գործիչներ մասնակիորեն ծանոթացել են կառավարության ծրագրերին, որոշ հատվածներ քննարկվել են։ Մեր հասարակությունը շատ քիչ բաներից է կառավարության ծրագրից տեղյակ եղել, ոչ թե անհասանելի է եղել, այլ պարզապես այդ մշակույթը չկա ընթերցելու կառավարության ծրագիրը կամ նախընտրական ծրագիրը, որպեսզի որոշ հասկանալ թե ում է պետք ընտրել եւ այլն, եւ սա էլի վարչապետ այսպես հատիկ կարդալով եւ պարզաբանելով, մեկնաբանելով ներկայացնում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին։ Եվ իհարկե ուրախությամբ պիտի նշեմ, որ 2021-26 թվականների մեր ծրագիրը այն կարելի ասել աննախադեպ, կառավարության ծրագրերից էր, որի հետ շատ դժվար է մրցակցել մեր բոլոր նախորդ իշխանություններին, քանի որ այնտեղ բոլոր հնարավոր կետերը դարձել են իրականություն, այսինքն չի եղել խոստում մեր նախընտրական ծրագրում, որը որ չի դարձել իրականություն, կամ գոնե առնվազն դրա համար հիմքեր չեն դրվել։ Եվ հիմա էլ վարչապետը արդեն էլի
այն վստահությամբ, որ ցանկացած խոստում ընտրվելու դեպքում միանշանակ դառնալու է իրականություն, ուզում է որպեսի հանրությունը նախապես իմանա մեր բոլոր պլանների մասին։ Հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ ապատեղեկատվությունը վերջին տարիներին հատկապես ահռելի չափերի է անցել, եւ այդ ապատեղեկատվության հեղինակները, տարածողները միայն Հայաստանի Հանրապետությունում, գործող կայքերը չեն կամ անհատները չեն, այլ նաև շատ դեպքերում դրսից ուղղորդված եւ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ գնալով ինտենսիվանում է ապատեղեկատվությունը մեր իրականության մեջ, կարծում եմ, որ վարչապետը լավագույն տարբերակն է ընտրել ուղիղ հաղորդակցության Հայաստանի Հանրապետության քաղաքացու հետ ուղիղ հաղորդակցության լավագույն տարբերակը, որը նաև ապատեղեկատվության դեմ պայքարի միջոցներից մեկն է։ Քանի որ ասացիք, որ չի եղել խոստում, որ չի կատարվել, եւ եթե այդ համատեքստում անդրադառնանք նույն խաղաղությանը, այդ խոստմանը, որը մասամբ կարելի է ասել, որ արդեն իրականություն է եւ ինչպես դուք նշեցիք, պարզապես խնամքի կարիք ունի դեռևս, բայց նույն ընդդիմադիրները նշում են, որ օրինակ 2021 թվականին մենք ունեինք Արցախ, Ղարաբաղ, այնտեղ հայերով էր բնակեցված, իսկ դրանից հետո մենք միայն կարողացանք հայաթափումից հետո միայն կարողացանք հասնել խաղաղության։ Ես ուզում եմ հիշեցնել մեր ընդդիմադիր դաշտին, որոնք պարբերաբար այդ հարցը բարձրացնում են, նախ ընդհանուր առմամբ ամբողջ աշխարհի համաշխարհային պատմության մեջ տարբեր դրվագներում պատմական իրավիճակներ են փոխվում եւ բան է փոխվում, բայց այստեղ ուզում եմ հիշեցնել բոլորին, որ մենք այդ կետն էլ կդարձնեինք իրականություն, եթե չլիներ այնտեղ դավադրություն։ Եթե այդ պալատական հեղաշրջումը չլիներ, եթե այն մարդիկ, որոնք այդ պահին լիազորված էին քննարկելու Արցախի հարցերը, չմերժեին Հայաստանի Հանրապետության կառավարության բոլոր առաջարկները, թե բանակցությունների առումով, թե բանակցությունների տեղի եւ ֆորմատի առումով եւ ինքնուրույն որոշումներ չկայացնեին, ապա մենք այդ կետն էլ միանշանակ կդարձնեինք իրականություն եւ կարծում եմ, որ մեր հայրենակիցները դա են հասցրել շատ լավ նկատել, հասկանալ ի վերջո, իհարկե սա շատ ցավալի իրադարձություն է, որը պիտի տեղի չունենար, բայց այնուամենայնիվ մենք այսօրվա մեր ծրագիրը գրել ենք այսօրվա իրական Հայաստանի մեր պատկերացումների շրջանակներում եւ այն հնարավորությունների շրջանակներում, որոնք առկա են, որոնք հասանելի են, որոնք ոչ թե երազանքներ են, այլ դրանք կան եւ մենք այդ պայմաններում պիտի կարողանանք կերտել մեր իրական հզոր Հայաստանի Հանրապետությունը։ Լավ, կրկին պիտի վերադառնանք պատերազմի խոսույթին, բայց օրերս Կարապետյանների համակիրներից Ալբերտ Բազարյանը ուղիղ տեքստով, առանց սեթևեթանքների, ասաց, որ այո, մեզ պետք է ժամանակ, որպեսզի մեր ռազմավարական դաշնակցի հետ զորանանք եւ նրա օգնությամբ հետ բերենք Ղարաբաղը։ Ճշտող հարցին արդյոք պատերազմով, ասաց այո, պատերազմով, իհարկե, այլ տարբերակ չկա, որովհետեւ այլ տարբերակ իրականում չկա եւ բոլոր այն քաղաքական ուժերը, թող որևէ մեկը մեզանից ավելի շատ չցանկանար Արցախը պահել եւ որևէ մեկը թող մեզանից ավելի ծանր չտանի, այն բոլոր կորուստները, որոնք մենք վերջին տարիների ընթացքում ունեցել ենք, ապրել ենք ցավոք սրտի եւ դա անդառնալի հետևանքներ եւ մեծ հետք է թողել մեր սրտում, բայց միևնույն ժամանակ իրատեսական, պիտի լինեն բոլոր խոստումներն ու պլանները, համենայն դեպս մենք կարծում ենք, որ սա է ամենաճիշտ ճանապարհը հաջողությունների հասնելու եւ որևէ քաղաքական ուժ, որը որ բարձրաձայնում է կամ խոստում է տալիս Արցախը հետ բերելու կամ դրա հետ կապված որևէ այլ ինչ որ հատված, ուրեմն պիտի մեր քաղաքացիները վստահ լինեն, որ դրա հետևում պատերազմն է, որովհետև խաղաղ ճանապարհով այս պահին, հնարավոր չէ այդ հարցը բարձրացնել։ Եվ մեկ այլ հարց է, երբ որ երկու երկրների միջև արդեն կա հաստատված, ամրապնդված, արդեն փորձարկված խաղաղություն եւ որոշ հարցեր կարելի է քննարկել, բանակցել եւ ընդհանուր փոխշահավետ, համաձայնության գալ, ապա մենք տեսնում ենք, որ մեր ընդդիմությունն էլ անդադ ասում է, մենք էլ դեմ չենք խաղաղությանը, մենք էլ ենք ուզում խաղաղություն, բայց քանի որ այդ խոսույթը անկեղծ չէ, ժամանակ առ ժամանակ ճշմարտությունը սպրդում է։ Եվ ժամանակ առ ժամանակ մեր եթե հայրենակիցները ուշադիր լինեն ընդդիմության խոսույթին, իհարկե կլինեն այնտեղ բազմաթիվ Ալբերտ Բազարյաններ, այսինքն երկարատև քաղաքական գործունեության
գործունեություն ծավալած մարդիկ, որոնք այնպես չի չէ, որ Նարեկ Կարապետյանը 3 հայտնվեց քաղաքականության մեջ եւ չի պատկերացնում ինչ է տեղի ունենում։ Մենք խոսում ենք Ալբերտ Բազեանի մասին, որը որ ունի քաղաքական background, հա, եւ այդքանով հանդերձ նա արդեն բացեի բաց խոսում է պատերազմի մասին եւ դաշնակցի մասին եւ արդեն այդ կապերն էլ, եթե մենք ժամանակին ինչքան ենք քննարկել, հա, որ կա ուղղորդում մեր ընդդիմության, շատ ավելի այսպես փորձում ենք շատ փակագծեր չբացել, այդ փակագծերը իրենք են բացում։ Սամվել Կարապետյանն էլ ասում է ձեր ուժը եւ Նիկոլ Փաշինյանն է ուղղորդվում Ռուսաստանի Դաշնությունից, որքան էլ որ դա մեր ուժը ուղղորդվում է Ռուսաստանի Դաշնությունից, բայց Ռուսաստանի Դաշնության նախագահը մեր վարչապետին հորդորում է Սամվել Կարապետյանին թույլ տալ, որպեսզի նա մասնակցի ընտրությունների, առանց նույնիսկ հաշվի առնելու այն հանգամանքը, որ այստեղ թույլ տվող չտվողը Հայաստանի Հանրապետության վարչապետը չէ, Հայաստանի Հանրապետության սահմանադրությունն է, որը սրբությամբ է պետք է պահել եւ պետք է դրա բոլոր կանոններին անպայման հետեւել եւ սահմանադրությունը երբեք չխախտել։ Եվ հետեւաբար կարծում եմ, որ այս ամբողջ նույնիսկ արդեն ներեցեք իմ կոպիտ արտահայտության համար, բայց այս կլոնադան պիտի ինչ-որ մի օր ավարտվի, որովհետև բավական է, որքան Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ զվարճացան, ժամանակն է, որպեսզի բոլորը լծվեն իրենց պարտականություններին, իրենց իրավունքների պաշտպանությանը եւ նաեւ Հայաստանի Հանրապետության ավելի հզոր Հայաստանի Հանրապետության կերտմանը։ Անձնագրերից հրաժարվելու գործընթացը նաև սկսել Կարապետյանն ինքն է այդ մասին հայտարարել, ինչ է կարծում դա որևէ բան կփոխի իրականությունը։ Ես քանիցս այս մասին խոսել եմ, բայց չեմ զլանա եւս մեկ անգամ ասել։ Եթե Սամվել Կարապետյանը ինքնակամ սեփական ցանկությամբ որոշել էր գար Հայաստան եւ մտնել քաղաքականություն, որովհետեւ կարծում էր, որ ինքը ունի մեծ պոտենցիալ եւ կարող է օգտակար լինել իր սիրելի հայ ժողովրդին, ապա Սամվել Կարապետյանը Հայաստան գալուց եւ քաղաքականություն մուտք գործելուց առաջ արդեն պիտի այդ գործընթացը սկսած լիներ։ Եթե նա այդ գործընթացը չի սկսել եւ այնքան հեռուն չի մտածել, որ միևնույն է այս խնդրին բախվելու է, որովհետև Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը թույլ չի տալիս երկքաղաքացիներին քաղաքական պաշտոն ունենալ եւ որոշել է այսպես արագ, հա, համապատրաստից այսպես արագ ինչ որ գործողություններ ծավալել, ապա դա իր խնդիրն է եւ դա իր անձնական որոշումն է, բայց կարծում եմ, որ բոլորն էլ պիտի նաեւ հասկանան սա, որ այստեղ իհարկե սա բազմաթիվ քննարկումների տեղիք է տալիս, ինչպես Սամվել Կարապետյանը հայտնվեց, ում օգնությամբ հայտնվեց, ինչու, որպեսի ինչ լինի, բոլոր թողնում ենք մեր ժողովրդի, որը շատ խորագետ է, հա, երևակայությանը, ինչպես նաև դատին, բայց Սամվել Կարապետյանը կարծում եմ, որ մի քիչ ուշ է մտածել, որ իր համար ամենակարևորը Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունն է։ Ես կասեի շատ ուշ է եկել այդ համոզմանը։ Վերադառնանք ձեր այն մտքին, որ Նիկոլ Փաշինյանը քաղաքական դաշտում նոր այսպես մշակույթ է ձևավորում այն իմաստով, որ ուղիղ շփվում է քաղաքացիների հետ, հիմա էլ ներկայացնում է նախընտրական ծրագիրը, բայց վերադառնանք մեկ այլ մշակույթի, դա համերգներն է, համերգների մասնակցելն է կամ ինչ-որ իմաստով կազմակերպելն է, վերջին համերգը Գյումրիում էր եւ երբ ավտոերթով գնացիք Գյումրի, դեպ ընդդիմադիրներն ասում են, որ ձեր շուրջ որևէ մարդիկ չեն մոբիլիզանում եւ միայն կուսակցության անդամներով եք գնում մասնակցում այդ համերգներին եւ նաեւ քննադատություն կա, որ այդ կերպ փորձում եք մաքրել ձեր դեմքը, որովհետեւ ձեր իշխանության տարիներին են եղել շատ արհավիրքներ, հիմա դուք փորձում եք ինչ-որ այսպես ուրախ երաժշտության հետ ասոցացնել ձեզ։ Անհեթեթություն, ես նույնիսկ մեկնաբանության կարիք չեմ զգում, ընդդիմությունը ինչ ուզում է թող խոսի, արդեն շատ է խոսել, ամեն ինչից խոսել է, նույնիսկ էլ խոսելու թեմա չկա, այսինքն վերջին օրերին վարչապետը ներկայացնում է մեր նախընտրական ծրագիրը եւ նախընտրական ծրագրի կետերը քննարկելու փոխարեն մի հատ նայեք ինչ ցածր թեմաների մասին ենք մենք խոսում կամ ինչպիսի ինտերպրետացիաներ են ունենում ամեն մի երևույթ, ամեն մի արտահայտություն։ Հիմա վերադառնանք մշակույթին։ Այո, մենք մշակույթ ենք փոխել Հայաստանի Հանրապետությունում եւ մենք շարունակում ենք փոխել մշակույթ եւ ես կարծում եմ, որ մենք վարչապետի գլխավորությամբ քաղաքացիական պայմանագիրը այս իմաստով ճիշտ ճանապարհի վրա է, որովհետեւ մինչեւ 2018 թվականը Հայաստանի Հանրապետության որևէ քաղաքացի թող գլուխ գովի, որ եթե ծանոթ չէ, բարեկամ չէ, անխոչնդոտ մոտեցել է որևէ պաշտոնյայի հետ փողոցում, տանը, գրագրությամբ, չգիտեմ, ուղղակի զրույցի է բռնվել եւ իր բոլոր իրեն հետաքրքրող հարցերը կարողացել է
քննարկել եւ լուծել, որևէ տեղ գնացել է զվարճանալու կամ հաց ուտելու կամ, չգիտեմ, ընկերների հետ շփվելու եւ միևնույն պայմաններում իր կողքին նստած են եղել այլ պաշտոնյաներ։ Դուք հիշում եք նման բան։ Ես չեմ հիշում, ես էլ եմ այս երկրում ծնվել եւ մեծացել եւ երբեք չեմ բացակայել։ Նման բան չի եղել։ Իսկ այսօր մենք բոլորս բոլոր առումներով հասանելի ենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին։ Իհարկե մենք հիշում ենք նաև, որ 2018-ից 24-ն ընկած ժամանակահատվածում լուրջ չէին ընդունում, որովհետև մարդկանց մտածելակերպում այդ կարծրատիպը կա, որ պաշտոնյան պիտի լինի շատ խիստ, նա այսպես հաց չի ուտում, հա, եւ ինչ որ կարիքներ չունի եւ այլն, այո, եւ դրա համար այդպես ինչ որ անլուրջ էին մոտենում եւ միևնույն ժամանակ այն լուրջ քայլերը, որ արեցինք մենք, հա, ժողովրդի ծոցից դուրս եկած ժողովուրդը, որը եկավ, հա, իշխանության, այն լուրջ քայլերը, որ արեցինք մենք, իրենց այդ լուրջ ձյաձաները, այսպես ասած, հա, պաշտոնյա չէին կարողացել անել 3 տասնամյակի ընթացքում։ Իսկ թե մենք ինչ ենք արել, մենք դրա մասին բազմիցս խոսում ենք։ Առաջին հերթին մենք ի վերջո բերել ենք խաղաղություն, այսինքն ժողովրդի մեջից դուրս է եկել են վախը, որ ամեն գիշեր քնելուց վայ առավոտյան արթնանանք պատերազմ սկսված չլինի։ Դուրս ենք բերել այդ վախը, մենք բազմաթիվ սոցիալական ծրագրեր ենք հասցրել այս ընթացքում իրականացնել, այնպիսի ծրագրեր, որոնց մասին երազել են բոլոր իշխանությունները եւ չի ստացվել նրանց մոտ, սկսած թոշակի բարձրացումից, առողջության ապահովագրությունը, որը տասնյակ տարիներ մեր երկրում քննարկվել է, տասնյակ տարիներ, մենք դա էլ ենք կարողացել իրականություն դարձնել եւ այդքանով հանդերձ մեզ ամեն վարքյան կարելի է տեսնել փողոցում, մետրոյում, տրանսպորտում, շատ տարբեր նայած որ պատգամավորները ինչ նախասիրություններ ունեն եւ որևէ կերպ, որևէ վարքագծով, որևէ պատգամավոր եւ պաշտոնյա չի տարբերվում իր շուրջը գտնվող մյուս մարդկանցից, որոնց չի ճանաչում։ Դեպ քանի որ խոսեցիք թե թոշակներից, թե ապահովագրությունից, առողջապահության, տեսեք հակակոռուպցիոնի վերջին բացահայտումները ենթադրյալ ընտրակաշառքի մասին, որոնք աֆիլիացվում են ուժեղ Հայաստան ուժի հետ, իրենք մեկնաբանում են հետեւյալ կերպ, որ ձեր ուժն էլ թոշակներ է բարձրացնում, դա նույնպես ընտրակաշառք է դիտարկում առողջապահության ապահովագրությունը, ինչպես կմեկնաբանեք նախ սա եւ հետո նաեւ հասկանանք թե ինչու այդ արատավոր մշակույթը նկատի ունեմ ընտրակաշառք բաժանելը միջև հիմա այսպես ասած ակտուալ է, որովհետեւ նախկինում դա միշտ ասոցացվել է իշխանությունների հետ, հիմա նույնը տրանսֆորմացված կերպով իրականություն է դարձնում ընդդիմությունը, բայց չեք կարծում, որ նաեւ այստեղ որոշակիորեն ձեր իշխանության մեղքը կա, որովհետեւ այդ իմաստով որևէ մեկը չի պատժվել։ Տեսեք, նախ ինչպես կմեկնաբանեմ հեյրուրանք։ Նորմալ չի, լավ, լուրջ չի այդպիսի համեմատություն անելը, ասեմ ինչու։ Որովհետև երբ որ մենք օրենսդրական փոփոխություն ենք անում, նույնիսկ եթե մենք չընտրվենք հաջորդ անգամ հունիսի 7-ին, թոշակները բարձր են մնալու, առողջության ապահովագրությունը շարունակելու է գործել։ Ընտրակաշառքի տարբերությունը կամ մարդ, որը չի հասկանում, այսինքն երբ որ քեզ տալիս են 5000 դրամ, 10000 դրամ, մի տարբերություն։ Չէ, հիմա 100,000 են։ 100-200,000-ի մասին ենք մենք խոսում։ Այդ 100-200,000 դրամը մեկ շաբաթում ամենաշատը կծախսի այդ քաղաքացին եւ դրանից հետո կրկին կմնա կոտրված տաշտակի առջև, որովհետեւ եթե որևէ բան չփոխվեց, միևնույն է չի փոխվելու, եթե որևէ բան փոխվեց, այդ ընտրակաշառք տվողը, ընտրակաշառք վերցնողին չի էլ հիշելու երբևիցե ու շարունակական չի լինելու այդ գումարը, որ նա վերցրել է։ Այստեղ դուք տարբերություն տեսնում եք, ինչպես կարելի է հավասարության նշան դնել, հա, լրջագույն ռեֆորմի եւ տրվող մի քանի կոպեկ էլի մեղմ չի լինում ասել, բայց ասենք ընտրակաշառք եւ անցնենք առաջ։ Հա, այդ ողորմության, որ տալիս են ինչ-որ մարդկանց, որ ընդամենը այդ մի օրը մի հատ փոքրիկ այսպես թռչնակ դնեն որևիցե տեղ, եւ դրանից հետո իրեն ոչ մեկ չի հիշելու, որովհետեւ մենք գումար չենք տվել, մենք որևէ մեկին չենք սպառնացել այս 2018 թվականից սկսած, մենք ընտրվել ենք եւ թողել ենք հարգելով Հայաստանի Հանրապետության քաղաքացու որոշումը կուզի, որ շարունակում է մեզ պատվիրակել իր խնդիրները լուծելու հարցը, կպատվիրակի մեզ, եթե ոչ,
ապա ոչ։ Իսկ ընտրակաշառքը այո, ակտիվացել է վերջին շրջանում, մենք հիշում ենք, որ վերջին տարիներին դրանք էականորեն նվազել էին, բայց իհարկե աբսուրդը դա է, որ միշտ ընտրակաշառք բաժանել է իշխանությունը, այսօր իշխանությունը եւ այսպես աղաղակել է ընդդիմությունը ընտրակաշառքների մասին, այսօր լրիվ հակառակ պայմաններն են։ Ու գիտեք ինչու է հակառակ, որովհետեւ այսօրվա ընդդիմությունը նախկին իշխանություններն էին, որոնց գործելակերպը սկսվում եւ ավարտվում էր ընտրակաշառքով, այլ ոչ թե գործ անելով, որ ժողովուրդը կհավատա, ուրախ կլինի այդ տարածի համար, կգնա եւս մեկ անգամ կպատվի իր քվեով այդ իշխանություններին, մենք այսօր ունենք նույն մարդիկ ուզում են անցյալը եդ բերել։ Մարդիկ մոռացել են, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին մերժել է իրենց, մերժել է եւ ուղարկել է գրողի ծոցը, բայց եւս մեկ անգամ Հայաստանի Հանրապետության քաղաքացին իր քվեով դա պիտի հաստատի եւ այս անգամ պիտի հաստատի վերջնականապես, որովհետեւ եթե հունիսի 7-ին Հայաստանի Հանրապետության քաղաքացին մերժեց ընտրակաշառքը, մերժեց պատերազմի հեռանկարը, մերժեց իրեն խաբելու, հիմարացնելու, այս հեքիաթները պատմելով եւ առանց գործ, որպես այդպեսին հացույց չտվող այս ընդդիմությանը, ուրեմն իմացեք, որ դրանից հետո արդեն քաղաքական դաշտում ինչ պայքար լինի, դա լինելու է կառուցողական, այսինքն դաշտ մտնող քաղաքական նոր ուժերը, ինչքան էլ արմատական, ինչքան էլ խորը ընդդիմություն լինեն, այլևս այդ ճանապարհով չեն գնալու, որովհետև իրենք իմանալու են, որ ժողովուրդը իրենց մերժել է, այդ բարքերը մերժել է, Հայաստանի Հանրապետության ժողովուրդը ընտրել է քաղաքակրթության ճանապարհը։ Եվ մենք այդ առումով փորձում ենք մշակույթ փոխել, ինչ վերաբերում է լավ տրամադրությանը, որը վարչապետը փորձում է իր շուրջը այսպես սփռել, էլի լինելով ժողովրդի հետ, սա էլ է կոնտակտի մի ձև, կոմունիկացիայի մի ձև է ժողովրդի հետ եւ միևնույն ժամանակ պոզիտիվ ձև, որովհետեւ եթե մենք նախկինում տարիներ շարունակ իշխանությունների շփումը ժողովրդի հետ եղել է կամ դրա հիմքում դրված է եղել վախը, որ սա չանենք, որ պատերազմ չլինի, որ սա չանենք կամ սա անենք, որ պատերազմ չլինի, կոմունիկացիայի հիմքում այդ վախն է եղել եւ նաեւ ողբերգությունը եւ հայկական ժողովրդական խոսքի համաձայն լացը լաց է բերում ծիծաղը եւ ես կարծում եմ որ ժամանակն է կոտրելու այդ մռայլությունը, որը միշտ պարուրած է եղել մեզ եւ մենք պիտի մտնենք պոզիտիվ դաշտ, վարչապետը այս առումով էլ է մշակույթ փոխում, ընդհանրապես են բոլոր փոփոխությունները, որոնք նույնիսկ չեն նկատվում, բայց մեր ժողովուրդը անցնում է այդ փոփոխությունների միջով, դրանց ճարտարապետը այո Հայաստանի Հանրապետության վարչապետն է, ուզենք մենք թե չուզենք։ Եվ ժողովրդավարությունը այսպիսի պայմաններով, որ հիացմունք է առաջացնում ամբողջ աշխարհում, այսինքն մենք շրջապատված չենք ժողովրդավար երկրներով, չէ՞, բայց մենք աչքի լույսի պես պահում ենք ժողովրդավարությունը։ Ազատ արդար թափանցիկ ընտրությունները մենք շրջապատված չենք այնպիսի երկրներով, որոնց համար առաջինը ժողովրդավարության հիմնաքարերից մեկը ազատ արդար թափանցիկ ընտրություններն են։ Մենք աչքի լույսի պես ենք պահում ժողովրդավարությունը, որովհետև մենք շատ լավ գիտենք, որ ժողովրդավարությունը բավականին լուրջ հիմք է քաղաքակիրթ երկիր ունենալու համար։ Իսկ մենք ունենալու ենք այդ քաղաքակիրթ երկիրը, իհարկե, եթե մեր ժողովուրդը մեզ սատարի եւ առանց մեր ժողովրդի մենք դա չենք կարող իրականացնել, դրանք կմնան պարզապես երազանքներ։ Տիկին Բադալյան, իսկ դա ավելի չի բարդացնում ձեր գործը, նկատի ունեմ այն, որ մենք ժողովրդավարական երկրներով չենք շրջապատված, ինչպես դուք ասացիք, եւ երբեմն Հայաստանը կամ բնորոշվում է որպես այսպես տարածաշրջանում կանաչ կղզյակ կամ ավելի վատ այսպես սպիտակ ագրավ, սա որոշակիորեն նաեւ թիրախավորվելու տեղիք չի տալիս։ Այո, եւ մենք դուք ինքներդ եք տեսել ինչպես ենք մենք թիրախավորվում անընդհատ բոլոր առումներով, ոչ միայն անձնական, ամեն պաշտոնյա կամ իշխանության ներկայացուցիչ, այլ երկիրը ինչպես է դրա համար թիրախավորվում, որովհետև բնականաբար այո, խնդրահարույց է, բայց պահպանելու, դա այդ որոշումը ընդունելու, այդ որոշումը իրականացնելու եւ այդ որոշումը շարունակական դարձնելու համար լրջագույն խիզախություն էր պետք եւ քաղաքական կամք։ Իսկ ինչ քաղաքական կամքի հարցով քաղաքացիական պայմանագրի հետ դեռ որևէ մեկը չի կարողանում մրցել եւ վերջին բոլոր իրադարձությունները կարծում եմ դրա հավաստիքն են։
Եվ քանի որ մեր զրույցը այսպես եկավ հանգեց ժողովրդավարությանը, եկեք այդ մասով էլ խոսենք, որովհետև քիչ չեն նաև փորձերը ժողովրդավարությանը հակադրել անվտանգությունը, այ որոշակի դժվարությունները, անգամ պատերազմը այսպես կապել ուղիղ 2018 թվականի իրականությունն հետ, ու ընդ որում դա անում է ընդդիմությունը, ասում է, որ տեսեք, նախորդ 20 տարիները, որ ունեցել ենք ավելի անվտանգ, ավելի խաղաղ, ժողովրդավարությունն էր ըստ իրենց այն բոլոր չարիքների, չակերտավոր ասած մեղավորը, որ տեղի ունեցավ մեր հետ, այս դեպքում նաև ինչպես եք պատրաստվում, այսպես ասած, հանրությանը բացատրել, որ օրինակ նույն Ամերիկայի օրինակով, որ աշխարհի թիվ 1 ամենաանվտանգ համարում եք տնտեսությամբ երկիրը ժողովրդավար է նաև, այսինքն տեղին է ժողովրդավարությունը այսպես ասած հակադրել անվտանգությանը եւ նաեւ որպես ժողովրդավար երկիր կամ որպես ժողովրդավարություն մենք այնքան կայացած ենք, որ այստեղ էլի անշրջելի է դա, թե այնուամենայնիվ հնարավոր է դեռևս այդ անիվը հետ պտտել, որովհետև կարծես թե մենք դեռ այդ ճանապարհին ենք, որ որպես ժողովրդավար երկիր փորձում ենք կայանալ քայլ առ քայլ։ Տեսեք, ժողովրդավարության անիվը հետ պտտելու փորձում եմ ճանապարհներ գտնել, որ տարբերակով այդպես կլինի։ Այդպես կարող է լինել, եթե հունիսի 7-ին ժողովրդի ընտրությունը կանգ առնի պրոռուսական ուժերի վրա, հանգիստ եմ ասում արդեն պրոռուսական, որովհետև կարծում եմ Վլադիմիր Պուտինը արդեն դրա մասին խոսեց եւ արդեն բացահայտեց բոլորին, եւ եթե կանգ առնի այո այդ քաղաքական ուժերի վրա, այստեղ ժողովրդավարության անիվը պարզ է, չէ, որ միանշանակ ետ է պտտվելու։ Այստեղ մենք գալու ենք մեր հին ժամանակներին, որտեղ որ ժողովրդի կարծիքը որևէ մեկին հետաքրքիր չէր, ընտրությունները ինչքան ուզեին այնքան կխփեին եւ այդ պատերազմ կամ կոնֆլիկտը ժողովրդին պարտադրված էր, դա ժողովրդի որոշումը չէր։ Այսինքն որևէ մեկը ժողովրդի կարծիքը չէր հարցրել, իսկ գուցե գնանք որոշ զիջումների, իսկ գուցե նշաձողի իջեցնենք, որևէ մեկը ժողովրդի հետ այդ մասին չէր խոսել, այսինքն ցանկացած որոշում պարտադրվում էր, իսկ գուցե Եվրամիություն գնանք, թե ԵԱՏՄ մտնենք, չի քննարկվել, դա ժողովրդի կարծիքը որևէ մեկին հետաքրքիր չի եղել։ Եվ այդ դեպքում էլի այս իշխանությունները կանեն եթե ժողովրդի ընտրությունը կանգ առնի, նշեցի այդ եռագլուխ մեր ընդդիմության վրա, էլի կգան այդ հին ժամանակները, որտեղ որևէ մեկի կարծիքը որևէ մեկին հետաքրքիր չի լինի եւ ընդ որում Հայաստանի Հանրապետության իշխանությունների կարծիքն էլ որևէ մեկին հետաքրքիր չի լինի, որովհետեւ դա իրենց որոշումն էլ չի լինի, այսինքն այն ավելի վերևից ինչ կպարտադրեն, իրենք դա էլ կանեն։ Խաղաղությունն էլ կպարտադրեն, կոնֆլիկտն էլ կպարտադրեն ավելի մեծ հավանականությամբ եւ դրա համար այստեղ ժողովուրդը պիտի ընտրի, ժողովուրդը պիտի իմանա, որ իր քվեն կարեւոր է, դա ձևական չէ, երբ որ մենք խոսում ենք ժողովրդավարություն, այս սրա մասին ենք խոսում։ Մյուս պայմաններում այո, ձևական էր այդ ընտրությունները։ Դրանք կարող էին եւ տեղի չունենալ, կարող էին մի քիչ էլ այսպես, հա, մեր երևակայությունը զարգացնել եւ արդեն իշխանությունը հորից որդու, հա, միապետական կարգերի պես փոխանցվեր։ Այստեղ ձևական չի, ձեր յուրաքանչյուրի քվեն կարեւոր է եւ այդ դեպքում մենք բոլորս միասին պիտի որոշենք, մենք ինչ ենք ուզում։ Գուցե այո, միասին որոշենք, որ խաղաղություն չենք ուզում, բայց դա մենք միասին պիտի որոշենք, ոչ թե իշխանությունները պիտի դա պարտադրեն ժողովրդին, իսկ իշխանություններին էլ պիտի պարտադրեն իրենցից ավելի մեծ իշխանությունները։ Եվ կարծում եմ, որ մեր ժողովուրդը արդեն այս ընթացքում հասցրեց համակերպվել եւ հարմարվել այս ազատությանը, որոշում կայացնողի իր դերին եւ պահանջողի պահանջատեր լինելու այդ դերին եւ ես մեծ հույսեր ունեմ, որ այնուամենայնիվ դա կգնահատվի եւ ժողովուրդը կհասկանա, որ այո, եկել է ժամանակը, որպեսզի մենք բոլորս միասին այն ամենի մասին, ինչի մասին որ երազել ենք, նախկինում ինչքան էինք խոսում անձնական զրույցներում, շատ տարբեր տեղեր, եթերներում եւ այլն, Երանի ապրեինք այսպիսի մի երկրում, Երանի սա անեինք, հիմա արդեն Երանիով չի։ Պիտի արդեն ասենք, մենք ուզում ենք ապրել այսպիսի երկրում, ինչով կարող եմ ես օգտակար լինել, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի եւ բոլորս միասին անենք։ Այլապես այդ ապատեղեկատվությունը, այդ հիմարությունները, որ հա
որոշ բաներ մենք հիմա փորձում ենք քննարկել, հա, այդ հիմարությունների փաթեթից եւ այլն, դրանք զուտ հիբրիդային պատերազմի եւ ապատեղեկատվության շրջանակներում տարվող մանիպուլյատիվ քայլերն են, որոնք ցավոք սրտի մի քանի տարի կարողացան ամբողջությամբ գերազանց կերպով իրենց արժեվ դրած խնդիրը իրականություն դարձնել եւ համոզել ժողովրդի շատ մեծ մասին, որ ժողովուրդը, որ կանգնել էր, հա, հանրապետության հրապարակում եւ պահանջում էր իշխանությունների հրաժարականը, հիմա զղջացել է իր այդ քայլի համար։ Նկատել եք, որ դա այսպես նարատիվ էր, որը պարբերաբար շրջանառվում էր եւ դրանով վարակվում էին ավելի շատ խմբեր, բայց ես կարծում եմ, որ մենք ամենածանր ընթացքը այդ ապատեղեկատվության եւ հիբրիդային պատերազմի հաղթահարել ենք, իսկ այն վերջնականապես ջախջախելու համար մենք ունենք 1 օր եւ յուրաքանչյուրի քվեից կախված իրավիճակ, դա հունիսի 7-ն։ Եվ եթե վերջում ամփոփեմ, կարծում եք հունիսի 8-ին մենք հիբրիդային հարձակումների եւ այդ վտանգի տակ չենք լինելու, նույն հաջողությամբ չեն շարունակվելու այդ գործողությունը։ Մնացորդային, այո, լինելու են դրանք, ինչպես է, որ երբ դու հիվանդ ես լինում, կյանքին սպառնացող վտանգավոր հիվանդություն է լինում եւ կյանքի սպառնալիքը, որ վերանում է, բայց այնուամենայնիվ դու միանգամից ոտքի չես կանգնում, չէ՞։ Ընթացք կա, բուժման ընթացք կա, որով պիտի անցնես, տևական բուժման եւ վերականգնողական շրջան կա։ Նույնն էլ սա է, մենք կարող ենք հաղթահարել, այլևս կյանքին Հայաստանի Հանրապետության որպես անկախ եւ ինքնիշխան պետություն կյանքին վտանգ չի սպառնա, բայց մենք դեռ վերականգնողական շրջան ունենք եւ դեռ պայքարելու բաներ կլինեն։ Բայց մենք իհարկե գիտեք շատ այսպես ինչպես ասեմ, ոգևորված, տրամադրված եւ պատրաստակամ ենք մեր ժողովրդի հետ հաղթահարելու բոլոր խնդիրները։ Եվ Տիկին Բադալյան, այսքան աշխարհաքաղաքական նշանակություն դեռևս մեր ոչ մի ընտրական process չի եղել, գոնե թե ես չեմ հիշում, եթե սխալվեմ, դուք ինձ իհարկե կուղեք։ Այնուամենայնիվ տպավորություն է, որ աշխարհաքաղաքական շատ դերակատարներ, երկրներ այսպես խոշորացույցով հետևում են, թե ինչ է տեղի ունենալու հունիսի 7-ին Հայաստանում, եւ որոշ երկրներ անգամ այսպես դրանով պայմանավորելու են իրենց որոշակի գործողություններ եւ քաղաքականություններ, բայց ամեն դեպքում մենք չենք տեսել նման նաեւ մեծ միջամտություն, նկատի ունեմ, որ Ռուսաստանի Դաշնության նախագահը ուղիղ իր դեմքով հայտարարություններ է անում կապված մեր ընտրական process-ների հետ։ Մենք տեսնում ենք մյուս կողմում Եվրամիության աջակցությունը, թե որքան մեծ է նույն հիբրիդային պատերազմի դեմ տարվող այդ դրամաբանության մեջ, եւ այստեղ էլի ինչու այսքան մեծ նշանակություն ունեն հատկապես այս տարվա ընտրությունները եւ ինչու բոլորը այսպես խոշորացույցով հետևում են հունիսի 7-ի ընտրություններին եւ հատկապես հունիսի 8-ին այդ հրապարակված արդյունքներին, ինչու է այսքան կարևոր այս ընտրությունները։ Որովհետև քաղաքացիական պայմանագիրը ի հեճուկս բոլոր քննադատությունների, ստերի եւ ապատեղեկատվության, որոնք մեր շուրջ միշտ եղել են, կարողացել է Հայաստանի Հանրապետությունը դուրս բերել կայսերական լծից, հանել ճահճից, եւ հիմա այս ընտրություններն են հանել ճահճից, բայց ճահճից դուրս գալուց հետո պետք է դեռ լվացվել, մաքրվել եւ իմանալ դու ուր ես գնում։ Հիմա այս ընտրություններն են, որոնք որ որոշելու են։ Դու հետ ես վերադառնում, նորից ընկնում ես ճահիճ, թե դու դուրս ես գալիս եւ որպես ինքնիշխան ու անկախ պետություն շարժվում ես դեպի լուսավոր ապագա։ Գուցե եւ դժվարությամբ, գուցե եւ դանդաղ, բայց դու գիտես դու ուր ես շարժվում։ Այն դեպքում քո ճանապարհը միանշանակ նորից ճահիճն է եւ նորից կայսերական լուծը։ Անկախ նրանից, որ կայսրության մասին ենք խոսում եւ հստակ կայսրության մասին ենք խոսում, թե կայսրության այսպես զուտ որպես խորհրդանշական իմաստով, որովհետեւ եթե նույնիսկ շատ մարդիկ դա չեն գիտակցում, ինտուիտիվ ենթագիտակցորեն հասկանում են, որ սա այն ընտրություններն է, որոնք կանխորոշելու են հետագա 100 տարվա ճակատագիրը։ Որովհետև եթե մենք մեկ անգամ էլ ընկանք ճահիճը, այլևս այսպիսի պատմական հաջողություն կարող է մեկ էլ լինել 100-200 տարի հետո, որ այդ ճահճից դուրս գալու շանս լինի, այդտեղով ինչ որ մեկը անցնի կամ ինչ որ գերան, հա, հայտնաբերվի, որից դու կարող ես կառչել եւ չխեղդվել։ Որևէ մեկը չի կարող երաշխավորել, որ նման պատմական շանս էլի է լինելու։ Եվ հետևաբար նրանք, ովքեր որ ուզում են քեզ հետ տանել ճահիճը,
անում են հնարավոր եւ անհնարին ամեն ինչ, նրանք իդեմս մեզ, ովքեր ուզում են այդ ճահճից դուրս գալ եւ հանել ժողովրդին այդ ճահճից, էլի անում են հնարավոր եւ անհնար ամեն ինչ։ Այդ պայքարի մի մասը տեսանելի է ժողովրդի համար, բայց շատ ավելի մեծ հատված, որը շատ ավելի ծանր է եւ դժվար եւ պահանջում է օրնիբուն աշխատանք, անխոնջ աշխատանք, դա չի տեսնում ժողովուրդը, բայց ես հավատացում եմ, որ այդ պայքարը գնում է եւ այդ պայքարի կուլմինացիան լինելու է հունիսի 7-ը եւ դրա համար էլ ամբողջ աշխարհի ուշադրություն կենտրոնում ենք մենք գտնվում եւ դրա համար էլ ժողովուրդը նույնիսկ ժողովրդի այն հատվածը, որ էական նշանակություն երբեք չի տվել ընտրություններին, դե չի տվել, որովհետև ինքը սովորել է, որ իր ընտրությունից չի որևէ բան կախված։ Հա, բայց այստեղ մի բան էլ ավելացնեմ, որ տեսեք, այն որ Ռոբերտ Քոչարյանի որդին մեր մարզերից մեկում հայտարարեց, որ ժողովուրդ այսօր ընտրություններով կարելի է բան փոխել, դուք լսել եք այդ արտահայտությունը։ Չէ, ցավոք։ Սա արդեն լավագույն գնահատականն է քաղաքացիական պայմանագրի ժողովրդավարական ճանապարհին։ Այսինքն այն մարդիկ, որոնք միշտ վստահ են եղել, որ իրենք են որոշել ընտրությունների արդյունքները, այսօր ժողովրդին համոզում են եւ համոզում են, որ դուք ձեր ընտրությամբ կարող եք ինչ-որ բան փոխել, եւ սա մեր լավագույն գնահատականն է։ Եվ ինչ է ասում։ Եվ քանի որ այդ նույնիսկ ժողովուրդը, որ էական ուշադրություն չի դարձրել երբևէ ընտրություններին իմ նշած պատճառներով, ինտուիտիվ ինքն էլ է հասկանում, որ այս ընտրություններից կախված է իր ապագան։ Եվ հասկանալով հանդերձ դրա համար քայլ է պետք անել եւ պիտի բոլորը գնան ընտրելու, մտածված ընտրություն կատարելու, տեսեք չեմ ասում մեզ ընտրել, ինչ որ մտածված, գիտակցված եւ այսպես հասուն ընտրություն պիտի կատարեն։ Շնորհակալ եմ Տիկին Բադալյան հետաքրքիր զրույցի համար։ Հիշեցնեմ, որ տաղավարում զրուցում էի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանի հետ։ Կհանդիպենք։